Փաստացի էսպային գտնում ենք Հայաստանի ամենամեծ շինարարական հրապարակում հյուսիսարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ հատվածում 32 կիլոմետրանոց, որտեղ արդեն նախորդ տարվանից մեկնարկել են շինարարական աշխատանքները։ Մենք այս օբյեկտում ամենամեծ ծավալով շինարարությունն ենք իրականացնում, նոր գործընկերների հետ քննարկում ենք, որ յուրաքանչյուր օրվա միջին կատարողականը հասնում է 60 միլիոն դրամի, այսինքն յուրաքանչյուր օր պետության համար այստեղ կատարվում է 60 միլիոն դրամի աշխատանք, շուրջ 700 մարդ է աշխատում ընդհանուր շինարարական այս հատվածում։ Պիտի արձանագրեմ, որ մեր նախորդ այցից հետո էական աշխատանք է կատարվել, երբ որ դեկտեմբերին մենք այցելեցինք, այն ժամանակ ավարտվել էր առաջին թունելի, որի երկարությունը շուրջ 400 մետր է, առաջին թունելի փորման աշխատանքները, այս պահին այստեղ ենք արձանագրելու, որ երկրորդ թունելի փորման աշխատանքները, որը ավելի երկար է, 500 մետր երկարությամբ, մի փոքր ավել, արդեն ավարտվել են եւ հիմա կսկսվի թունելի խորացման, հատակի խորացման, հետո նաեւ բետոնացման աշխատանքները, միաժամանակ աշխատանքներ իրականացում ճանապարհի տարբեր հատվածներում, այս պահին 15 այս հատվածում նախատեսված կամուրջներից 14-ում շինարարական եռուզեռ է, ինչի արձանագրումը այսօր արեցինք։ Հայաստանի բնակիչների համար շատ կարևոր նշանակություն ունի, որովհետև այդ տնտեսական երակներից մեկն է, որ պետք է բացվեր։ Բնականաբար Սյունիքի համար նաև նա առանձին մեծ նշանակություն ունի, որովհետև Երևան հասնելը շատ ավելի անգամները եւ անվտանգ է դարձել եւ ժամանակի իմաստով կարճացել է։ Բայց մյուս կողմից մենք նաև ականատես ենք լինում աննախադեպ ծրագրերի եւ աշխատանքների, որոնք որ անծանոթ են մեզ բոլորիս, թե արագությունը, թե որակը եւ կարծում եմ, որ չկա մեկը, ով անցել այս ճանապարհով չի զարմացել մասշտաբներից եւ բնականաբար աշխատանքների որակից։ Եվ հյուսիս-հարավը ես իրականում շատ ուրախացա, որ հասկացա, որ 2 ամսով ավելի վաղ են ավարտել ծրագիրը թունելի փորման, ինքս էլ զարմացած եմ արագության վրա, բայց սա այն ծրագրերից մեկն է, որը պետք է վարկյան առաջ բացվի։